Բարև ձեզ։ Մի բան պարզ է. Իրանի դեմ պատերազմը չի ավարտվելու Թրամփի օրեցօր փոփոխվող քմահաճույքով։ 5 օր, հետո 10 օր, հետո եթե Հորմուզը չբացեք, Արմագեդոն է լինելու, հետո էլ թե պատերազմը կդադարի առանց Հորմուզի նվաճման, կամ գնացեք ինքներդ նվաճեք։ Այս շարքն անվերջ է լինելու եւ վկայում է մի բան. խաղի աղետալի ծավալը եւ բնավ պարտադիր չի այն թվագրել որպես երրորդ համաշխարհային։ Այն վաղուց է համաշխարհային, որտեղ տեղի է ունենում ամենաանհավանականը՝ ԱՄՆ, ՆԱՏՕ ապահարզանը։ Եթե հաջողվի Միացյալ Նահանգները կստանա իր փայաբաժինն առանց ամերիկացի զինվորներ զոհաբերելու, Իսրայելը հավանաբար կմնա պատերազմում Թուրքիայի հետ առճակատման կարմիր գծով։ Կարմիր գծի որ կողմում կլինի Ադրբեջանը, հենց դա էլ կորոշի հայ-ադրբեջանական օրակարգի ճակատագիրը, որն առայժմ խաղաղ ապրում է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի համաձայնագրում։ Այս անգամ ոչ թե Երևանը, այլ Բաքուն է ընտրության առջև։ Կմիանա Թել Ավիվին, թե Էրդողանն Ադրբեջանն էլի կպահի իր թևի տակ, ինչպես դա արեց Նախիջևանի դրոնային նախազգուշացման ժամանակ, երբ Իրանին սպառնացող Ալիևը նույն օրը ընտրեց Իրանին օգնելու սթափությունը։ Ինչ կանի նույն Ալիևը թուրք-իսրայելական սրացման ժամանակ, երբ Վաշինգտոնը ձեռքերը կլվանա մերձավոր արևելյան արյունից եւ կվերադառնա հեռավար կառավարման ռեժիմին։ Թրիպը մոտենում է հենց այս հանգրվանին, որտեղ Երևանի որոշումը կարող է այլևս կապ չունենալ Թրիպից դեպի նոյեմբերի 9-ի ռուսական կայարան Բաքվի փախուստի հետ, երբ կպարզվի, որ Թրիպն էլ դառնում է Հորմուզի նեղուց։ Հաջողություն։